պետք է լինի ծեր, որը սոցիալական կարիքից դրդված չկարողանա գնա հասնի պոլիկլինիկա։ Մենք ունենալու ենք կոնկրետ բաժին, կոնկրետ հանձնաժողով, որը տեղորոշելու է, իմանալու է բոլոր այդ մարդկանց տեղը, զբաղվելու է իրենցով, ստեղծելու ենք համակարգ, ոչ թե նվազագույն պայմանները ստեղծենք այդ մարդկանց համար, այլ հնարավորություն տանք իրենց զարգանալու, հնարավորություն տանք մեկնարկային սոցիալական ճիշտ կետ ունենալու համար։ Երբ ես խոսում եմ սոցիալական արտարությունից, դա նաև վերաբերվում է տնակներում ապրող մեր համակարգացիների։ Ի վերջո մեկը միշտ պետք է լուծել այս հարցը։ Ով եկավ ասես լուծելու ենք այս հարցը, ով եկավ 30 քանի տարի լուծում են, լուծում չի ստանում։ Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներում ապրող մարդ չպետք է լինի։ Ու մենք չենք փորձելու տարանջատել, այ դու ստացել ես, վաճառել ես։ Տեսեք, մարդը կարող է կարիքից դրդված կյանքի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամուսնու կամ կնոջ կյանքը փրկելու համար պետք է եղել տվյալ բնակարանը վաճառել, բայց ինքը արդեն 20-25 տարի այդ տնակում է ապրում։ Լավ, մենք որպես համայնք սոցիալական պատասխանատվություն կրում ենք այդ մարդու հանդեպ, թե չէ։ Ինչ մենք պետք է ասենք, այդ մարդը պետք է գնա սաղ կյանքը մնա այդ դոմիկում, որովհետև մի անգամ տուն է ստացել ու դժբախտության պատճառով վաճառել է, ոչ։ Մենք ընդմիշտ պետք է այդ հարցը լուծել։ Հիմա ասեք ոնց այդ միլիոնավոր դոլարները ճիշտ է։ Մենք մեր Սփյուռքի հետ կտրված պորտալարը, որը վերջի 3 տարին կտրեցին, վերականգնելու ենք։ Սփյուռքում ապրում են մեր համակարգացիները, Սփյուռքում ապրում են մեր այն հայրենակիցները, որոնք 30 տարուց ավելի օգտակար են եղել Արցախին։ Այդ մարդկանց ներուժը, հնարավորությունները հիմա չօգտագործելը հիմարություն է։